իրադրված։ Մարդիկ կամավորաբար եկել են ամենայոց կաթողիկոսին դիմավորեն եւ դա ընդամենը փաստ է եւ կարծում եմ ինքնին խոսում փաստ է։ Դուք կարծում եք իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի հարցերի պատասխանները կազմում պետք է ընդգրկվեն մարդիկ, որոնք գոնե մեկ անգամ աստվածաշունչ են կարդացել, հավատում են Աստծուն, չափանիշների տեղյակ աղոթում են Դժվարանում եմ որևէ մեկնաբանություն անել, կարծում եմ մեկնաբանությունները ինքներդ էլ հետևությունները Եկեղեցու ներսում կան բարձրաստիճան սրբազաններ, ովքեր վեհապարին դեմ են։ Օրինակ Վազգեն Միրզախանյանի մասին։ Իհարկե ոչ։ Վազգեն Միրզախանյանը Իհարկե ոչ։ Իհարկե։ Մասնակցել է վերջին հոգևոր խորհրդի նիստին։ Դե դրանով ենք մենք պայմանավորում ընդունում թե ոչ։ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հարցերի եկեք բացառում եք, որ հոգևորականներից կմասնակցեն։ Հերթով։ Ես ձեզ ասեմ, մենք ինքներս բազմաթիվ հարցեր ունենք եւ այդ հարցերը պատասխաններ չեն ստացել։ Ասում է անհերքելի փաստեր ունի, որ վեհապարը զավակ ունի։ Մենք հիմա դուք եք տրվում այդ հարցադրումը։ Ես հարցնում եմ իրար։ Մի հարցրեք, ուրեմն ես խնդրում եմ այն հարցադրումները, որոնք որ դուք խելամիտ չեք համարում, այդ հարցադրումները մի տարածեք։ Աննա Հակոբյանը խոսում է մանկապիրց հոգևորականների մասին։ Այդ հարցերին բազմաթիվ անգամներ արձագանքներ եղել են։ Դա քրեական հանցակազմ է պարունակում իր մեջ, եթե նման տեղեկություն կա, կարող են դիմել համապատասխան մարմինների։ Ամբողջի միջոցով կաթողիկոսին հեռացնել հնարավոր կլինի։ Գիտեք, բռի ուժով ամեն ինչ էլ հնարավոր է անել, բայց ես կարծում եմ, որ մենք ապրում ենք, չէ, քաղաքակիրթ երկրում ենք, չէ, ապրում։ Բայց իշխանական պատգամավորները ասում են, բոլոր սցենարները ընդունելի են ըստ էության։ Հատկապես քաղաքացիական բախումներ։ Գիտեք, մարդիկ լինում են իմ կարծիքով 3 տեսակ։ Առաջինը, որ ասում են ճիշտ, երկրորդը, որ ասում են սուտ, եւ երրորդը, որ ինչ ուզում են ասում են։ Հիմա ինչ ուզող ասող մարդիկ հավանաբար շատ կան։ Ինչ ուզենք ասեն։ Ինչու են պատերազմ հայտարարել եկեղեցու սրբազան։